Ոնց է ձեր բարեկեցությունը ավելացել է, լավացել է վերջի տարիներին ավելի է Գյումրու վիճակը վատացել։ Գյումրին երկրաշարժից հետո շատ վատ է եղել։ Նախքան երկրաշարժներ լավ ենք ապրել, բայց երկրաշարժից հետո մենք ապրել ենք տնագների մեջ, վրանների մեջ, տեսել ենք սովը, մութը, ցուրտը եւ մենք երեխաներին չենք կորցրել, պահել ենք, մեծացրել ենք, մենք չենք կերել, բայց մեր երեխաներին ենք կերակրել եւ տվեցինք հայրենիքին։ Այդ 2001 թվականի երեխաները հիմա չկա, դիֆիցիտ է։ Բոլորը մեր ամբողջ սերունդ դեռ 2 սերունդ չկա։ Այդ տնագներում ապրած երեխաները, այդ սովի մեջ ապրած երեխաները, հիմա էլ իրանց մայրերը սև ազգեստ, որոշը չկան, որոշն էլ հիվանդ է։ Գյումրու վիճակը, եթե հարցնում եք վիճակի մասին, Գյումրին ողնաշարը կոդրված քաղաք է, Գյումրին հայրաքաղաք է, բայց մայրաքաղաքից պորտալարով շատ հեռու է, կտրված է, ինչու համար։ Գյումրուն ոչ մի անգամ Երևանը ոչ մի անգամ չի նայել, ինչու համար։ Հիմա մենք մեր ուժերով պահում ենք Գյումրին, մեր Գյումրվա ղեկավարին ձերբակալեցին, հետո էլ այսպես մենք հիմա ղեկավարությունը իրան փեսան է յոլատանում, մինչև տեսնենք ինչ է կատարվելու։ Փաշինյանը բայց երբ որ եկավ, կներեք, ասաց իմ մեղքը կքավեմ Գյումրիի առաջ, դուք հավատում եք, որ մեղքերը պիտի քավի։ Իշքան էլ քավե, ասված իրան չի ները։ 5000 երեխաների մեղքը իրա վիզն է։ Անետ կորած երեխաները չկան։ Գերիները այդքան պատասխանատվություն ունեցող կա, չկա, չբերեցին։ Հիմա ինքը պարտված ղեկավար է։ Ինչ իրավունք ունի 2 անգամ նստեց բավական չէ, հիմա 3-րդ անգամ է ուզում վերընտրվի, ինչու համար։ Բայց երբ որ եկավ Գյումրիի հենց այս նույն Վարդանանց հրապարակ, ահագին մարդ էր իր շուրջը հավաքված, են հավաքվում ինչ, բայց ճիշտ է, դա չի նշանակում, որ նա այնպիսի ղեկավար է, որ կարող է նորից վերարտադրվի, ոչ, նա չպիտի վերարտադրվի։ Բայց խոստանում է, ասում է, ինձ մանդատ տվեք, որ մաֆիայի վերջը տամ, կզցնեմ, սատկացնեմ, 3 գլուխները կտրեմ վերջի։ Եվ դա ղեկավարի ասույթ է, կարելի է ղեկավարը այդպիսի պարամտեր կօգտագործել, ասֆալտին կփռե, պատվալներում կտանի, մենք չգիտենք զոհվածների ծնողներս, ես տատիկ եմ, թորս զոհված է, ես ուզում եմ, երբ որ իրիկուն է գալիս, մայրը իր երեխայի անգողինը չի պատում, որ քնի, այդ անգողնու մեջ տակ քնի, մայրը իմաստը որն է ապրելու։ Ոնց եք բացատրում, որ հենց Փաշինյանի քարոզ արշավների ժամանակ զոհվածների ծնողներ, հարազատներ, տատիկներ մոտենում են Փաշինյանին, ասում են շնորհակալ ենք քեզ քո բերած խաղաղության համար, այս զարգացումների համար։ Ոնց եք դա բացատրում, որ հենց զոհվածների ծնողներն են դա ասում։ Այդ հարցը շատ ծիծաղելի երևույթ է։ Ոնց կարելի է երեխաս չկա, ես Փաշինյանի ձեռքերը համբուրեմ։ Ես հազիվ եմ ինձ զսպում, որ Փաշինյանին չմոտենամ, ես քաղաքական գործիչ եմ, չեմ ուզում, որ ուրիշ այլաբանություններ խոսեմ, բայց իր արած չէ։ Եվ ինքը ասում էր Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ չպետք է ընտրվի, բայց ինքը փորձում է 3-րդ անգամ ընտրվի, դարան ինչ եք ասում։ Որտեվ ասում է, թե որ պահին ժողովուրդը չուզեց, ես կկանգնեմ գնդակահարության պատի տակ, եթե ուզենան, որ պահին չուզեց, ես կգնամ։ Ամբողջ հրապարակը լցվել էին, ասում էին Դավաճան, հեռացիր, Նիկոլ Դավաճան, բանջի չհեռացավ, իսկ Սերժ Սարգսյանը իրեն երկիրը պահել է շախմատային քայլերով, նա շախմատի նախարարությունը չէ, նախագահն էր, բայց աստա չի կարող կառավարել երկիրը, տեսեք ինչքան լավ է Էրդողանի, Ալիևի հետ, Կարակալասի հետ, շատ լավ է, հա, Թրամփի հետ,
Ով է տեսել, որ 40 րոպեվա ընթացքում կան այրոպորտը, ինչ փաստաթուղթ են ստորագրել ժողովուրդը, դա գիտի, ոչ։ Ռուբիոյի այցի մասին։ Այո, Ռուբիոյի այցի մասին է խոսքս։ 40 րոպեում ինչ փաստաթուղթ ստորագրվեց։ Հանքանյութերի։ Այո, ինչ հանքանյութերի մասին է խոսքը։ Պիտի ժողովուրդը իմանա, տեղեկանա, բայց ժողովրդին ով է հաշվի առնողը։ Մենք մեր իրավունքները չենք կարող պահպանել, մենք սահմանափակված ենք, Գյումրին շատ մեղք է, Գյումրին կարիք ունի, որ որևէ մեկը թևի տակը վերցնե եւ կառավարի։ Ես կուզենամ, որ Սամվել Կարապետյանը ընտրվի։ Իմ ցանկությունը սա է, ես հանձնաժողովի մեջ եմ, աշխատում եմ 30 քանի տարի։ Ու այդ անվավեր թերթիկներն որ կնում էր, բոլորը եկել են քվեարկել են, բայց ձեռնպատ չմնալու համար մեկը օթել նկարի, մեկը մուգեր նկարի։ Քվեաթերթիկների վրա։ Այո, հանում ենք քվեաթերթիկները, բոլորը ծիծաղում ենք։ Ինչե ձեռնպատ չմնան եկել են, բայց ցայնը չէին տվել, քվե չէին տվել իրեն։ Հիմա մենք սպասում ենք իրեն, տեսնենք երևի էլի հաստատերից կուտամ, չդեմ գոյեք իմ հաստատեր։ Շնորհակալ ենք